Հարգելի հետևորդներ, ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Գագիկ Ծառուկյանին պատկանող Նոյ կոնյակի գործարանի մոտ։ Վաղ առավոտից հիշեցնեմ, որ մոտ 70 հասցեներում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, տնօրենների տներում, տարբեր կազմակերպություններում նրան պատկանող վաղ առավոտից խուզարկություններ են սկսել եւ երկար ժամանակ է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Գագիկ Ծառուկյանի տանն են, առավոտյան 7:10-ից, ինչպես մեզ ասացին, եւ հիմա մենք գտնվում ենք այստեղ, ուզում եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հունիս ամսին 2020 թվականին եւս մի քրեական գործ հարուցվեց ընտրակաշարք բաժանելու գործով եւ այս տարի միայն մարտ ամսին հակակոռուպցիոն դատարանը անմեղ ճանաչեց Գագիկ Ծառուկյանին, հաստատի Փաշինյանական իշխանությունը մոտ 6 տարի մի գործ էր քննում Գագիկ Ծառուկյանին առնչվող, որ 6 տարի հետո հակակոռուպցիոն դատարանը անմեղ ճանաչեց եւ հիմա նորից ընտրություններից հետո Փաշինյանը թեպետընտրական process-ների այդ նախընտրական ժամանակահատվածում ասում էր, որ ունեզրկելու է եւ հիմա փաստացի այդ գործընթացը սկսվել է, այսինքն Նիկոլ Փաշինյանը դիմադիր այն ուժերին, ովքեր մասնակցում են ընտրություններին, սկսում է գործեր քրեական գործեր հետապնդումներ են սկսվում, մենք նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանին ընտրություններից մի քանի օր հետո իր կնոջ հետ Զվարթնոց միջազգային օդանավակայանում թույլ չտվեցին երկրից դուրս գալ։ Այս պահին ես ուզում եմ զրուցել այստեղ գտնվող Ավետիսի հետ, Բաբաջանյան, ողջույն Ավետիս։ Ես գիտեմ, որ դուք եք հետևում վաղ առավոտից այնինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի տանը եւ նրան պատկանող ընկերություններում, հետևել եք նաեւ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ նախընտրական process-ների ժամանակ ընտրողներին էր ասում, իրականում ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանից։ Իմ կարծիքով փող եւ շատ փող, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի կյանքի եւ գործունեության ամբողջ իմաստը, նրա գոյության իմաստը փողն է, նա կյանքում այլ նպատակ եւ երազանք չունի բացի փողը, իսկ քանի որ ինքը սեփական փողը աշխատելու այլ ձև չգիտի, քան ուրիշի ունեցվածքը, ուրիշի ստեղծածը, ուրիշի աշխատածը նրա ձեռքից ստանելը, նա ուղղակի ամեն անգամ նոր օբյեկտ է ման գալի իր հարստությունը բազմապատկելու համար։ Հիմա տեսեք, նույնիսկ հայտնի էլ չի, չէ, Գագիկ Ծառուկյանը ինչի մեջ է մեղադրվում, ասենք ինչ կապ ունեն այդ 70 ընկերությունները, նրանց մեղքը ինչումն է, բայց համընդհանուր հարձակումը, դա նշանակում է, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ պետք է ավելի շատ տանի, գուցե ամեն ինչ տանի։ Ասենք Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքը տանի։ Հիմա եթե հաջողվի այդ ամեն ինչը տանել, Նիկոլ Փաշինյանը միլիոնատեր եւս ասենք կարող է 1 միլիարդի ունեցվածք կլինի, չէ՞, ենթադրենք։ Իր ունեցվածքը 1 միլիարդով ավելանա։ Վատ չի, չէ՞։ Վատա, ինչ է կարծում, վատա թե լավ է։ Դե եթե կավելանա, նայած ում համար, օրինակ Նիկոլ Փաշինյանի համար լավ է, Գագիկ Ծառուկյանի համար վատ է, հասարակության մի մասը, մեծ մասը անտարբեր է, մի մասը հասկանում է, որ իհարկե վատ է, մի մասը նույնիսկ ուրախանում է, այդ չարախնդում է, ասում է, դե հիմա ով տանի, ինչ ասեմ, տարբեր մարդիկ ինչքան ասում է մարդ այնքան մտածողություն։ Տեսեք, ասում էր, թե Գագիկ Ծառուկյանի տունը կվերցնի եւ խնամքի կենտրոն կդարձնի, մինչեւ հիմա մենք 8 տարի ղեկավարում ենք Փաշինյանական իշխանությունը, եղել են դեպքեր, որ սրա նրա տունը հյուրանոցը վերցրել են, ըստ էս ինչու դրանք խնամքի կենտրոն չի դարձրել։ Որովհետեւ խնամքի կենտրոն որ դարձնի, դրանից իրան ինչ օգուտ։ Դա փողի, ես դες ասում եմ, որ նա նպատակը փող աշխատելն է, հիմա մի բանը որ խլում է, մեկի վրա պետք է կախի, չէ՞ որ փող աշխատի։ Օրինակ ասենք նախքին այդ
պետ նախագահ թե մասային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանից ունեցվածքը խլեցին, չէ՞, Ծաղկաձորում գտնվող։ Դա խլեցին, սկզբից թալանեցին, այդ միջի եղածը թալանեցին, ծախեցին, հետո շենքը ծախեցին, ու այդ փողը պարզան որ չկորավ, չէ՞։ Պետք է մի ասենք խնամքի կենտրոն։ Իսկ ում խնամ են այդտեղ։ Նիկոլ Փաշինյանին։ Եթե Նիկոլ Փաշինյանին խնամեն, հա, բայց Նիկոլ Փաշինյանը հենա ունի, էլի կառավարական առանձնատունը կա, հիմա մի հատ էլ գազ Տարեցների խնամքի կենտրոն։ Այո, տարեց։ Նիկոլ Փաշինյանին ելնի տարեցներին կսպանի, որը թոշակ չտա, դու ասում ես տարեցների խնամքի կենտրոն, ինչ տարեց։ Տեսեք ավետիս, վերջերս Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մենք միջազգային մեր ընկերներին ինչպես ասենք, որ Հայաստանում 500,000 մարդ կողմ է պատերազմի։ Գուցե հնարավոր է, որ ասենք այս գործողություններով ինքը ուզում է նաև իր միջազգային գործընկերներին, ինչպես ինքն էր ասում, ցույց տա, որ միջազգային գործընկերը որն է Կամբոջայի նախագահն, Լաոսի վարչապետը, թե բանի Նիկարագուայի նախագահը։ Եթե դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը երկու միջազգային դրա համար ասեք Ալիևին եւ Էրդողանին ի՞նչ է նշանակում միջազգային գործընկեր։ Ասենք Ալիևն ու Էրդողանը միջազգային գործընկեր են, դրանք կոչվում են Նիկոլ Փաշինյանի իշխանության տերերը։ Եթե իր տերերը իրան հանձնարարել են, որ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը խլի, հնարավոր է։ Ես չեմ բացառում, որ գիտեք ինչի համար, որ դա նաև նրանց շահերի հետ է։ Ի վերջո Գագիկ Ծառուկյանը Հայաստանի թուրքացման քաղաքականության հակառակորդներից է։ Եվ այդտեղ ինչպես ասում են, հաճելին օգտակարի հետ համատեղում է, էլի, հա։ Այդ իմաստով համաձայն եմ, հա, կարանը Նիկոլ Փաշինյանին, նաև Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնի որպես բարի կամքի դրսևորում, որպես ադրբեջանական եւ թուրքական պահանջների իրականացում։ Կարա։ Իսկ որևէ կապ կար այսօրվա, հենց այսօրվա Ռուսաստան այցի եւ ռուսական կողմնորոշում ունեցող Ծառուկյանի նկատմամբ։ Ինձ այս հարցը էլի են տվել այսօր, թե այն մտքով, որ Ծառուկյանին կալանավորելով ինքը փորձի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ ռուսական իշխանություններին ասի, եթե չեք իբր բան է, էլի լոգիկան էսա։ Իբր տեսեք, եթե դուք պրոռուսական Ծառուկյանի նկատմամբ չեք ուզում, որ ես ճնշումներ գործադրեմ, դուք էլ ինձ ինչ-որ հարցերում զիջումներ արեք։ Դա չաշխատող տրամաբանություն է, որևէ հեռանկար չունեցող ռուսների վրա նման ձևով հնարավոր չի ճնշում գործադրել եւ նրանք հանուն Ծառուկյանի ազատության հաստատ որևէ զիջման Նիկոլ Փաշինյանին չեն գնա։ Չէ, դա շատ բան է։ Կարծում եմ կարող է իր մտքով նման բան անցած լինի, կարող է, բայց որ դա որևէ արդյունք չի տա, իմացեք հաստատ։ Եվ մի վերջին հարց, օրերս հաղորդումներից մեկում, հաղորդաշարերից մեկում հյուրընկալվելիս Խաչատուր Սուքիասյանին հարցրել էին, թե ինքը ինչ կարծիք ունի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս գործողություններին, որ ասել էր տունը պետք է խնամքի կենտրոն դարձնել եւ այլն, Խաչատուր Սուքիասյանն ասում է, եթե դա օրենքով է, ուրեմն ինքը ոչինչ չունի ասելու։ Որտեղ է տեսնում այդ օրենքը ըստ ձեզ ինքը։ Նայեք, Խաչատուր Սուքիասյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչն է, մինչև հիմա խորհրդարանի պատգամավորը, ինքը այս իշխանության շահառուներից է, հսկայական տնտեսական օգուտ է ստանում այս իշխանությունից եւ բնականաբար չնայած իրենց մեջ կա խնամիական կա, բայց դա որևէ նշանակություն չունի իր համար եւ չեմ էլ կարծում, որ շատ հնարավոր է, որ ինքը նույնիսկ ուրախ կլներ, որ Ծառուկյանից խլեն, որովհետեւ մարդիկ սիրում են, չէ, որ երբ որ ուրիշի ունեցվածքը խլում են, ուրիշին ունեզրկում են, մարդիկ ուրախանում են նաեւ դրանից։ Ես չեմ բացառում, չգիտեմ, բայց մյուս կողմից էլ գիտեմ, որ նա այնքան համարձակություն չունի, որ այդ իշխանությանը Նիկոլ Փաշինյանին հակադրվի։ Եթե նույնիսկ դեմել լներ, տեսականորեն մտածեր, որ վաղը դա իր հետ կարա նույն բանը տեղի ունենա, այնքան համարձակություն չունի, որ Նիկոլ Փաշինյանին հակադրվի։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը վաղը նույն բանը կարա իր հետ չի անի։ Ինչքան էլ որ ինքը համարի, որ 18 թվականին օգնել է իշխանության զավթմանը, հետո ինչ, այնքան մարդիկ են օգնել։
ավետիս ինչու այսպես այդ ավտոմատներով այդքան դիմակավորված անձանցով ինչ է ուզում ցույց տալ Փաշինյանին վերջո տերորիստ չի բռնել կամ չգիտես քաղաքական գործընթացին մասնակցող քաղաքական ուժի ղեկավար է Գագիկ Ծառուկյանը ինչի է այդքան այդ դիմակավոր այդ ավտոմատավոր մարդիկ առավոտ 7-ին ներխուժել Գագիկ Ծառուկյանի Սուզաննա Գագիկ Ծառուկյանը տերորիստ չի բայց Նիկոլ Փաշինյանը տերորիստ է հիմա ես դες հարց եմ տալիս դու գիտեք տերորը ինչ է Տերորը, տերոր բառը Իրանից նշանակում է վախ, սարսափ։ Հին հուներենում տերոր բառը հենց այդ է նշանակում, վախ, սարսափ։ Հիմա ինքը իր այդ տերորիստական մեթոդներով, այդ ավտոմատավորներով բանով, ինքը մարդկանց մեջ վախ եւ սարսափ է ուզում ներշնչել։ Այդքան մի բան, նա ուզում է, որ հասարակությունը հայ մարդիկ, այս առանց էլ ճնշված, վախեցած ժողովրդին ավելի վախեցնում։ Կարանք համարենք, որ ինքը այդ հարցում շատ մեծ հաջողություններ է արձանագրում։ Միակ հարցն է, որտեղ կան հաջողություններ, այո, հայ ժողովրդին վախեցնելու, սարսափ ներշնչելու հարցում ինքը որոշակի հաջողություններ արձանագրել է։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի քաղաքական վերլուծաբան Ավետիս Բաբաջանյանի հետ, ով այս պահին եւս գտնվում է այս տարածքում։ Հիշեցնեմ, ես գտնվում եմ Նոյ կոնյակի գործարանում, որտեղ եւս խուզարկություն է ընթանում վաղ առավոտից եւ ընդհանրապես վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանին պատկանող գրեթե բոլոր ձեռնարկություններում, այդ թվում Արարատ ցեմենտում, որտեղ տնօրենը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ անգամ ուժի գործադրմամբ են մտել այնտեղ խուզարկություն իրականացնելու մուլտիտաբակում ընդհանրապես չեն ներկայացել, չեն միանգամից ներս են մտել, նույնիսկ այդ պատշաճ գործողություններ չեն իրականացվում, չասեմ, որ Գագիկ Ծառուկյանի տանը, որ 7-ից 10-ից արդեն դիմակավորված անձինք ներս են մտել, ժամերով թույլ չէին տալիս, որ փաստաբանները ներս մտնեին, վերջին փաստաբանը կարծեմ 1 ժամ առաջ է ներս մտել, ես եթե չեմ սխալվում։